այս ցավոտ թեմա է, բայց անում եմ ավելի շատ YouTube-ի ու TikTok-ի ժողովրդի համար, համ էլ մեկին խոստացել եմ։ Իրա մանիպուլյատիվնի կոմենտին, որ ես դնում եմ զինվորների նկարները, եկել է ինձ գրում է, այսքան վատ բաներ են գրում ես քոչվորները, քո դուրը գալիս է, չես փակում։ Լսեք, ես չեմ կարա փակեմ, չկա ֆունկցիա, որ ես կարամ փակեմ համ ձեզանից, համ իրանցից։ Եթե ես ընդհանուր փակեմ, դուք էլ չեք կարողանա գրեք, բայց դա ինչ է դառնում, որ ես պոստը անում եմ ում համար, որպեսզի մենք այս թեման տարածենք ու աշխարհը իմանա ինչ ենք խոսում, ինչ ցավ ենք ապրում, ինչ է կատարվել եւ ինչ է դրա հետևից կանգնած, որպեսզի կարողանանք այսօրվա 10 տարեկան երեխեքին, որոնք սահմանում կանգնած են, իրանց փրկենք, դուք ասում եք փակի ու թող իրանք ոչ մի բան չգրեն, շատ ցավոտ է։ Դուք հələ չեք տեսնում այդ ամեն ինչ որ ես եմ տեսնում։ Դուք չեք տեսնում այնքան շատը, որ ես ջնջում եմ, դուք չեք տեսնում իրանք որտեղ ուրիշ բաներ են գրում, բայց ուրիշ ձև չկա մեր թեման մենք հասցնենք հասանելի աշխարհին։ Մի հատ նայեք արաբների ու պալեստինցիների կռիվը իրանց մեջ։ Տեսեք ինչեր են գրում իրանք իրանց այդ զոհերի մասին։ Օրինակ դուք հիշում եք, չէ՞ որ դա եղել է Իսրայելի համար հոկտեմբերի 7-ին, որտեղից եմ ես դա իմանում, ինչի ես պետք է հիշեմ իրանց ցավի օրը, իրանց դարդի օրը, ինձ ընդհանրապես պետք չի, իրանց արածից հետո Հայաստանի նկատմամբ ինձ լրիվ մեկ է, իրանց հետ ինչա կատարվում, բայց ես անգիր գիտեմ, որ այդ եղել է հոկտեմբերի 7-ին, ինչի գիտեմ այդ, որտեղ այնքան են ասել, այնքան են մեր երեսներին ճպցնում, այնքան են գրում, այնքան են տարածում ու տարածում են փակ տեղ չէ, չեն փակում իրանց խոհանոցում խոսում, մենք այդ ենք անում, հայերը մինչև հիմա Արցախի թեման չկարողացան աշխարհին ներկայացնել, որովհետև խոհանոցում եք խոսում, դուք իրար մեջ եք բողոքում, մեր գլխին այդքան բան են անում 2016 թվականին հարձակվեցին Թալիշ, ինչեր արեցին, հիմա չեմ ուզում այդ կրկնեմ, այդ ասեմ, բայց ինչ դաժան բաներ էին արել պապիկ տատիկի նկատմամբ, ով իմացավ բացի մեզանից, բացի ինձանից ու ձեզանից, հայեր ջան, ոչ մեկ չիմացավ, ինչի, որովհետև մենք բերաններս փակեցինք ու ասեցինք, ամոթ է տենց բաներից խոսանք, կոպիտ խոսքեր չօգտագործենք, ընդհանրապես վատ բաներից չխոսանք, թող ոչ մեկ իրան վատ չզգա, մենք իրար մեջ մնացինք, իրար բողոքեցինք, դուք ձեր ֆեյսբուքյան էջերում գրում եք հայերեն ու դնում եք պատզամոչնը, փագում եք только для друзей, only for friends, որ հանկարծ կողքից մեկը չտեսնի, ինձ մի հատ ասեք, քանի հոգի է այդ ձեր պոստերը կիսվել, ոչ մեկ, 0, Արցախի 44 օրվա մեջ ամբողջ հայ ազգը բողոքում էր, որ ոչ մեկ իրանց ընկերներից չի կիսվում, ինչի, որովհետև չեք ստիպում, չեք ասում, չեք խոսում, չեք գոռում, չեք գոչում, 18 տարեկան երեխեքին դրել եք սահմանում ու ասում եք դուք ինչ կարաք արեք, իսկ մենք սենց կնստենք, որովհետև մենք շատ նուրբ ենք, մենք վատ բաներից չենք խոսա ու մեր օտարազգի ռուս ընկերները, ուկրաինացի ընկերները կնեղվեն, որ մենք վատ բաներից խոսանք, դրա համար չենք խոսա, իսկ իրանք չէին մտածում կնեղվեն, իրանք դնում էին ու կիսվում էին այնքան, որ բոլորս անգիր արեցինք, ինչ էին անում դրա հետ միասին, բոլոր զոհերի անձնական կյանքը պատմում էին շատ գեղեցիկ ձևով, շատ հուզիչ բառերով, բոլորին ներկայացնում էին հրեշտակ, բոլորին ում գողացել էին, բոլորին ներկայացրեցին որպես հրեշտակ, բոլորի նկարները շատ սիրունացված դրեցին, որ գեղեցիկ տեսքը, գեղեցիկ պատմությունը ազդի մարդկանց վրա ու ազդում էր, բոլորը կիսվում էին, բոլոր հայերը, որոնք բողոքում էին, որ Իսրայելից ոչ մեկ իրանց պոստերը 44 օրվա մեջ չկիսվեց, բոլորը հետո անխտիր կիսվում էին Իսրայելի պատմությունով, որտև հայերը շատ բարի են, հայերը շատ սիրտը ցավում է բոլորի համար, ես իհարկե ոչ մի բան չեմ կիսվել, իմ սիրտը առաջի հերթին իմ ազգի համար է ցավում, եթե իմ համար իրանք չեն կիսվել, իմ ազգի համար իրանք չեն կիսվել իմ գրածները, ինչ ուզում է լինի ու թող լինի, հա, թող լինի, ով անտեսեց, ով սուս մնաց, թող լինի, ով օգնեց, թող լինի, տենց եմ ես մտածում,
Տենց էլ պետքա նորմալ, ադեկվատ մարդը մտածի։ Ոչ թե ասի ես շատ բարի եմ, ես Mother Teresa-ն եմ։ Հիմա ասածս էնա տղա ջան, որ ասում ես քո դուրը գալիս է, այ քնձռոտ, այ փսլնքոտ, մանավանդ ֆեյքով էիր գրում։ Ինչապ արա, ինչապ խոսա, ինչապ քո կյանքը, քո երեխեքի կյանքը ռիսկի դիր ու շարունակի, երբ որ ինձ գրում են, քեզ գողանալու ենք, քո երեխեքին գողանալու ենք ու քո երեխեքի մաշկը սկզբից քո աչքի առաջ քերթելու ենք, հանելու ենք, հետո քեզ ենք տենց անելու, բայց ես էլի շարունակում եմ։ Ու դու ինձ գալիս ես ասում ես հաճույք ես ստանում։ Այն ցավը, որ ես եմ ապրում, այդ ցավից դրդված եմ ես անում, ու ես բացի դրանից ու ի տարբերություն ձեր նման անուղեղների, ես հասկանում եմ ճանապարհը, ինչ ճանապարհով պետքա գնալ, ես տեսնում եմ նպատակը ու ես չեմ տեսնում խոչընդոտ։ Այն ցավը, որ ես ստանում եմ իրանց գրածից, ես այն կողմ եմ դնում։ Ես այդ ցավը ապրում եմ, բայց ես չեմ թողում այդ ցավը խանգարի, որ ես անեմ այն ինչ որ ճիշտ է։ Այս պետքա դուրս գա, այս թեման պետքա դառնա հասանելի բոլորին, այդ սիրուն երեխեքը, որ ես նկարները դնում եմ, այդ աչքերը, որ իրանք ունեն ու իրանք միշտ փակվել են, այդ աչքերի համար ես պայքարում եմ։ Այդ հայացքը իմ աչքերի առաջ է։ Ես էմպաթ եմ, չէ՞, ես զգում եմ։ Այդ երեխեն, որ այսպես նկարի մեջ նայում է, ես զգում եմ ինքը ինչ է զգացել այդ վերջի պահերին, որ ինքը կռվել է մեր համար։ Ես իրանց հետ խոսում եմ, դուք չեք հասկանում, դուք ոչ մի բան չեք հասկանում, դու շատ պրիմիտիվ մարդիկ եք, այն մարդկանց եմ ասում, որ գրում է, քո դուրը գալիս է, իմ դուրը գալիս է, որ դուք այդ տենց վառված եք ինձանից, իմ դուրը մենակ էդ է գալիս, անուղեղների վառվելը դուրս գալիս է, ես հասկանում եմ, որ այդ երեխեքի հիշատակի համար ես պետքա պայքարեմ, ու ես պետքա նկարը դնեմ, տեսնում եք ինչ մեծ տարածած է հասել, ինչ տարածում է հասել, ինչ դիտում է հասել, եթե ես այդ նկարը դնեի ու փակեի ու այդ ստատուսը չգրեի, դա չէր կիսվի, հասկանում եք, մատուցելու ձև գոյություն ունի, դու պետք է հասկանաս որտեղ ոնց ես գրում, ինչ ես գրում, որ ինչ նուրբ լարերի վրա ես կպնում, որ մարդիկ կիսվեն, իսկ մարդիկ ուղղակի չեն կիսվում շատերը, գալիս են գրում են լույսերի մեջ մնաց, ժողովուրդ ջան, այդ չի, իրանց այդ չի պահելու լույսերի մեջ, իրանց ձեր օգնությունն է պահելու, որպեսզի իրանց լույսերի մեջ մնան, իրանց պետքա ձեր օգնությունը, որ դուք գրեք, դուք տարածեք, դուք աշխարհին մատուցեք, կարևորը որ աշխարհը դա իմանա, ես գիտեմ, դուք գիտեք, մենք գիտենք, դա քիչ է, դա ոչ մի բան է, դա զրո է, Արցախի հարցը երբեք չմատուցվեց աշխարհին, իսկ հիմա բլոգերների ժամանակով, ինտերնետի ժամանակով դա հանցագործություն է չկարողանալ ճիշտ ձևի մատուցելը, իմ գրածները նայեք ոնց են հասնում, причем տեսնում եք, որ իմ էջը օրինակ եթե նկատել եք, երեկվանից շարժ չկա մեջը, որովհետև էլի վրացիները, էլի իրանց մասին վիդեո է արել Պատոմակի Ալին, էդի Պատոմակ Նինոյի Ալի ու դրանք իրանք հանեցին, հանելուց հետո հոլովակի էջը դուրս է գալի ռեկոմենդացիաներից ու ամեն ինչից ու շարժը բուկվալն է մենակ այն մարդկանցով է, ով որ շուշուտ է նայում ու ինքը գալիս է հատուկի մեջին, իսկ սենց տարածվել, ռեկոմենդացիա տեսնել, առաջ չկար, առաջ մի պոստը հասնում էր մի 500 կոմենտի մի անգամից, հիմա հազիվ 2-3 կոմենտ է հավաքում, նո լավ, պրիվիլեջ չի իհարկե, բայց հոլովակները, որ հանում են, էջը էլ չի աշխատում, ես որորդ էջս է, ես արդեն չեմ հիշում, 4-րդ էջս է, մենակ Facebook-ում, TikTok-ում էլ հանեցին, չէ, YouTube-ից վրա էլ է եկել, արդեն բողոքներ են ուղարկել, հանել են 2 վիդեո, ոչ իմ շատ են հանում ու շատ են կանգնացնում, ես նորից սկսում եմ, բայց դաժե այդքան 4-5 էջ կորցնելուց հետո սորավնո ինքը էլի ուժեղ տարածվել է, շատ ուժեղ, որովհետև մարդիկ ուզում են լսեն, եթե ճիշտ ձևով ես ներկայացնում, մարդիկ ուզում են լսեն, դու պետք է կարողանաս քո զինվորի պատմությունը աշխարհին ցույց տաս, իրավունք չունես դու լռես, հայ ժողովուրդ, դու իրավունք չունես
քո զինվորի պատմությունը քո մեջ պահես քո խոհանոցում քո ընկերների համար, ոչ, խոսեք,